Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է, սակայն այսօր սովորական քննարկում չէ։ Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, եւ այսօր ես ունեմ մի շատ հաճելի հյուր, նրա եղբորորդին Կարլեն Սարգսյանը։ Բարև Կարլեն։ Կարլեն ջան, բնականաբար հեռուստադիտողն էլ հասկացավ, որ զրույցը գնալու է Վազգեն Սարգսյանի մասին, զրույցը գնալու է Վազգեն Սարգսյանի ծննդյան մասին, իսկ ծննդյան առթիվ ավելի շուտ պոզիտիվ, բարի հիշողություններով Վազգեն Սարգսյան ոչ միայն զորավարի, ոչ միայն քաղաքական գործչի, այլ նաև մարդու մասին։ Հիմա ես մի մեջբերում անեմ ու սկսենք դրանից, որտեղ այս մեջբերումը իրեն շատ հատուկ է։ Վազգեն Սարգսյանի խոսքն է. Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ։ Մնացելը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած։ Ես էլ այդպես գիտեի։ Արի փորձենք Աչի կերպար են սարքել ու հաղթացնում են միմյանց։ Այո։ Վազգեն Սարգսյանին այո ճանաչել են որպես արջի կերպարով, որ կարան վախացնեն իրար, նու այդ եղելա պատերազմի ժամանակ, երբ որ բանակ ստեղծելու ժամանակահատվածն է եղել։ Ու ինքը տեղ շարունակում ասում է ինձ գիտեն մենակ իմ նեղ շրջապատը։ Այո, իրան գիտեն իրան նեղ շրջապատը, որովհետև ինքը աշխարհի իմ ճանաչած ամենառոմանտիկ մարդկանցից է եղել։ Իմ գիտակցական կյանքի մեջ, որպես գիտակից, ես եղել եմ 6 տարի կարամ ասեմ, որ ես հասել եմ իրան ճանաչեմ։ Չեմ կարող մեկնաբանել փոքր տարիների իմ տեսած ժամանակահատվածը, բայց ընթացքում վիդեոներ իրան հիշելով եկել եմ հասել եմ այն կետին, որ ինքը իրականում շատ ռոմանտիկ մարդ է եղել, չափից ավել։ Թե երկրի նկատմամբ, թե սիրո նկատմամբ, թե բանակի ու ինքը կարող ամեն պահ հուզվեր։ Այդ աստիճանի ռոմանտիկ մարդ է, իր գրածներից էլ է երևում շատ հաճախ անգամ արտասվում է։ Այո, կա նման բան, ու ինքը տանել էր տենց։ Կարող է մի սիրուն ֆիլմ նայեր, կարող է տատիկից ծաղիկ նվիրեի, ինքս որոշում կայացած, ինքը հուզվեր։ Ու ռոմանտիկ մարդիկ են միշտ ուժեղ լինում։ Պոետիկ անձնավորություն է եղել միշտ։ Ծաղիկ նվիրել սիրել է։ Հա, իմ կարծիքով է, ես էլ եմ ասում, բաներ կա չեմ կարող ասեմ, բայց ես գիտեմ մի դրվագ, որ ինքը ինչ-որ մի աղջկա, թե կնոջ հետ է եղել, ու բերել են ասել են ծաղիկ առեք, ինքը փող չի ունեցել, ու հետո այդ կնոջն ասել է ես քեզ խոստանում եմ, ես քեզ անպայման մի օր ծաղիկ կնվիրեմ, ու հետո ինքը արդեն ու հիշել է իր խոստումը, չի մոռացել, տարիներ հետո արդեն պաշտպանության նախարար այդ կնոջը ծաղիկներ է նվիրել։ Բայց այդ ժամանակ ինքը 117-ով եկել է բան գրողների միություն, ու գնացել է։ Ինքը երբեք չի մոռացել, թե իր գրողների միության ընկերներին ու հասցրել է բոլորի հետ շփվել։ Պաշտպանության նախարար ժամանակ ինքը երկիչների հետ, արվեստագետների հետ, գրողների հետ, ես ի շնորհիվ իրա էլի կրկնվում եմ, հասցրել եմ ֆուտբոլ խաղալ Արադ 73-ի հետ։ Ճանաչել եմ Հրանտ Մաթևոսյանին, Սոս Սարգսյանին, ձեռքը սխմել եմ, Կարեն Դեմիրճյանին, Խորեն Աբրահամյանին, էլի մեծեր են եղել, որոնց ի շնորհիվ իրա ես ճանաչել եմ։ Ու առաջնորդ էր։ Ընտանիքում էլ էր առաջնորդ։ Չափից ավել։ Այսինքն կար փոքր եղբայր, մեծ եղբայր, բայց կրտսեր եղբայրը միշտ առաջնորդ է եղել, հա։ Կամ հեղինակություն։ Ինքը մեծն էր։ Հա, մեծն էր։ Ինքը մեծ եղբայրն էր, հետո Արամներ, հետո Արմեններ։ Ինքը բացի առաջնորդ լինելուց, ինքը կոլորիտ էր։ Եթե ինքը կար, ինքը ներկա էր, բոլորը հավաքվում էին իր կողքը։ Ու մենակ ընտանիքում չէ։ Ինքը իր բնույթով այն կերպարն էր, որ ինքը կարող էր համախմբել։ Ինքը չէր պառակտում։ Ինքը բոլորի սխալները ասում էր ոչինչ ու փորձում էր ուղղեր ու տար ժողովրդին նույն ընտանիքում։ Ինքը քո սխալը չէր բարձրաձայնի, որ նրան նրա աչքից գցեր, նրան նրա աչքից գցեր։ Ինքը բոլորին կհամախմբվեր, ընտանիքում էլ էր այդպես։ Տատիկս էլ էր այդպես։ Գյուղամեջ սիրում էր։ Հա։
որտեղ այդ մի քիչ ուրիշ Այո, երևույթ, հա։ ինքը այն տեսակի մարդն էր, որ վարչապետ լինելով փողոցով կարող անցներ ու տեսներ իր հին փողոցի, որ ինքը դաժե տեղ չի մեծացել, իր պապիկն է տեղ մեծացել, այդ փողոցով անցներ ինքը տեսներ Պադոյին, կայներ ասեր Պադո ջան, ո՞նց ես ու ինքը նկատեր ամեն ինչ։ Ասեր մի հատ քո պրիմայից տուր քաշեմ։ Այդտեղ կողքից ուրիշ լավ պապիրոսներ ասում են, չէ, ես Պադոյի պրիման եմ ուզում ծխեմ։ Հա, շատ տակիր է։ Գիտեմ, որ դու թիկունքիդ կրում ես դաջվածք։ Ինչ դաջվածք է եւ ինչու համար։ Վազգեն Սարգսյանի դեմքն է, տակը իր ստորագրությունը։ Չեմ կարող մեկնաբանեմ, որ ասեմ ինչ որ բանի համար, իրանից հետո ես գիտեի, որ դա պետք է անեմ։ Ինքը քո թիկունքին լինի միշտ։ Դե գիտեք, ինչ որ առումով, հա։ հա, մեկնաբանող մարդիկ կան տարբեր ասպարեզների, որոնք մեկնաբանում են տարբեր, մեկ ասում է լավ, մեկ ասում է վատ, մեկը էներգիայի առումով, էներգետիկ դաշտով եւ այլ, տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, բայց ես այտենց լավով ու ինձ դուր է գալի, ես ուրախ եմ, որ արել եմ, եթե առաջ չլինեի, հիմա կանեի, ասեմ ավելին, հիմա ուզում եմ մի ուժեղ տատու անող կա, ուզում եմ իր մոտ բան անեմ, ռեստավրացիա անեմ, որտեղ արդեն 10 քանի տարի ժամանակ անց է։ Վազգեն Սարգսյանի ներկայությունը անընդհատ զգում ես։ Իմ կարծիքով մենակ ես չէ, բոլորն են զգում։ Բոլոր ու ավելի շատ են խոսում հիմա։ Ընտանեկան առումով էլ եմ զգում, բայց ավելի շատ երկրի իրավիճակի ժամանակի առումով շատ եմ զգում։ Ինքը պետք էր, ոչ միայն ինձ։ Երկրին էր պետք։ Իսկ եղբայրները չհասկացա, ինչ արել։ Եղբայրները նույնպես այդ զգացումը ունեն իր ներկայության։ Ես կարծում եմ բոլորը պարզակ ունենան, քույրերս, եղբայրս, մեր հարազատները բոլորը կունեն, դուք էլ կունենաք։ Ես էլ ունեմ, որտեղ եթերից առաջ երբ որ մենք զրուցում էինք, ինչքան ընդհանուր բաներ հիշեցինք, հա։ Իսկ այդ պատահականությունը չի։ Ով իրեն համարում է հայ, կզգա Վազգեն Սարգսյանի կարիքը, ոչ միայն Վազգեն Սարգսյանի, էլի մարդիկ կան, որոնք կզգանք այդ մարդկանց կարիքը որպես հայ։ Վազգեն Սարգսյանները ծնվում են 100 տարին մեկ։ Կծնվի նորից Վազգեն Սարգսյան։ Այն օրը ես ինձ դա էի մտածում ու վստահ եմ, որ կծնվի։ Վստահ եմ անունը ուրիշ կլինի, որովհետև եթե չեմ սխալվում, Գարեգին Նժդեհը մահացել է 1956 թե 55-54 թվականին։ Ու տենց մեկ-մեկ ինքս իմ հետ մենակ եմ մնում, ասում են հոգիներ կան, մտնում մյուսին։ Միգուցե Գարեգին Նժդեհի հոգին մտել է Վազգեն Սարգսյանի մեջ։ Ռեինկարնացիա ինչ որ իմաստով։ Ինչ որ այդ ձևան ինքս իմ հետ տենց ինչ որ իմ մտքերի հետ էի ու միգուցե 99 թվականից մի քանի տարի հետո, ասենք 2002 թվականին եւ 3 թվականին ծնվել է մի Նժդեհական Վազգեն, որը հələ մեծանում է ու կգա ժամանակը, կարևորը գնահատենք։ Երբ որ գա այդ կերպարը, պիտի ուշադիր նայենք, գնահատենք, սիրենք իրար, ինչը որ ինքը ասում էր։ Սերը հարազատի հանդեպ, սերը կանանց հանդեպ, սերը հայրենիքի հանդեպ, որն էր ըստ քեզ Վազգենի մոտ ավելի գերակա։ Ես կարամ մեկնաբանեմ երևի, Վազգենը ամեն ինչը սիրում էր յուրովի, ինքը եթե սիրեր իր կնոջն է շատ կսիրեր, բայց ինքը ժամանակի բերումով եկավ այն պահը, որ ինքը ամենաշատը սիրեց բանակ, իմ շատ սիրելի Դավիթ Ամալյանը միշտ բանակի օրը երբ որ զանգում է ինձ ասում է հոպարի տղուց ընդ շնորհավոր։ Ինքը համարեց իր տղան բանակը ու իր սերը տվեց բանակին։ Ինքը եթե մի բան չսիրեր չէր անի, իսկ իմ համար սերը դա Աստված է, ամեն ինչ կարաս սիրես, եթե մի բան սիրում ես, Տիրը համար ամեն ինչ անես։ Նույնիսկ կարա լինի տունը սիրած մարդու համար հաց պատրաստել, եթե սիրած մարդու համար է, ուրեմն հաստատ դա համով կդնի։ Դու ինքդ հաց պատրաստում ես։ Հա, եթե ինձ խոհանոցի։ Չէ, եթե ինձ հաճելի է, շորը տենց կարող է տարվա մեջ մի քանի անգամ։ Ասենք խորոված, հա։ Խորոված չեմ սիրում պատրաստել։ Պամիդորով զվարճ եմ սիրում պատրաստել, մեկ էլ գարան խաշլամա։
Իսկ այ որ ոնց ասեմ, ինչ էր ավելի շատ սիրում Վազգեն Սարգսյանը։ Այնքան բարդ հարց է, նայած ում հետ։ Եթե իմ հետ կարամ ասեմ գրողների, իր ընկերների հետ, ինքը կարող ամեն ինչից խոսեր, ամեն մարդու հետ իր ոլորտով խոսեր։ Ինքը այն հետաքրքիր մարդկանցից էր, որ ես 9 տարեկանում իրան ասացի, ինչի ես գնացել վարչապետ, ինքը ինձ մեծի պես լսեց, ընկալեց ու պատասխանեց ես էլի հետ կգամ։ Պրոստը այս պահին պետք է։ Այսինքն ինքը յուրաքանչյուր մարդու հետ կշփվեր, այնպես որ դիմացին հետաքրքիր, այսինքն ինքը ուներ այդ ինտելեկտը, այդ համբերությունը, այդ մարդկանցությունը ու դիմացինի հանդեպ սերը։ Սուրճ շատ էր խմում։ Չէ։ 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 Իսկ դու։ Չէ։ Չէ։ Այ որ եթերից առաջ խոսում ենք, ես ասում եի նման ես, դրանով էլ ես նման։ Բայց ավել, հա, Չէ։ էլի բաներ կա, որ նման եմ, անհամեստություն չլինի, բայց բնավորությամբ բաներ կա, տենց ինչ որ կարող է մի քանի բան նման լինել։ Ասում էր այս երկիրը անտրամաբանական սիրո եւ անտրամաբանական ատելության երկիր է։ Ինչ որ առումով ինքը շատ դիպուկ է այս հայտարարությունը արել, որտեվ մենք որպես հանրություն, որպես ժողովուրդ կարող ենք անսահման սիրել ու կարող ենք հետո անսահման ատել։ Ոնց էր ինքը ըստ քեզ այդ առումով, ինչպիսին էր։ Չեմ կարող ասել ինքը այդ պահին ինչ ժամանակահատված է եղել, ինչի է տենց ասել, իր խոսքերը երբ որ նայում ես մի քիչ փիլիսոփայություն կա, ինչ որ անընդհատ ակտուալ է, անընդհատ կարող ես ասել, որ այս ժամանակին էլ է վերաբերվում։ Իմ համար փիլիսոփայությունը հետաքրքիր ֆորմատ է, հա։ Ու ինձ թվում է ղեկավարից էլ էր գալի, որ պիտի սիրես երկիրը կամ ինքը շատ էր սիրում։ Իրանից հետո ես ուզում եմ իրա նման սիրեմ երկիրը, բայց իրան տեսնելուց, իրան այդ վատ օրերը տեսնելուց հետո ինչ որ մի բան չեմ կարողանում իրա չափ սիրեմ, բայց ուզում եմ սիրեմ։ Երկիրը մեղք չունի, որ մենք մեր ներսից ենք սխալ։ Իմ շատ սիրելի Միքայել Աճապահյանը միտեղ ասում է, որ լավ ընկեր կարող է ունենալ լավ ընկերը։ Ինքը լավ ընկեր էր։ Ու ինքը մտածում էր, որ բոլորը լավ ընկեր են։ Եթե լավն էլ չէր, ինքը կանչում էր, խոսում էր, որ Սարգսյանը լավ ընկեր, ոչ թե հա։ Դի լավ ընկեր էր։ Այսինքն ինքը նաև դիվանագետ է եղել ինչ որ առումով։ Ինքնուս դիվանագետ է եղել։ Ինտուիտիվ, հա, տատիկից սա եկե։ Տատիկս իր վրա շատ աշխատել, տատիկս էլ էր այտենց, տատիկս էլ էր կոլորիտ։ Դե ես որքան հիշում եմ, տատիկից շատ էին խորհուրդներ հարցնում։ Անկամ երբ որ արդեն Վազգենը չկար։ Այո։ Կար այտենց։ Նաև քաղաքական գործիչներ։ Այո։ Դե Վազգենը հետո շատ թրծվեց, շատ ավելի միտքը արագ էր, ճկուն էր, բայց ինքը իրական լավ ընկեր էր բոլորի հետ, համ ամենաներքևը, համ ամենավերևը։ Այսինքն իր գյուղի ընկերոջ հետ էլ էր լավ ընկեր եւ քաղաքական, չգիտեմ, Ռուսաստան կամ Ամերիկա էլի լավ ընկեր էր։ Այնտեղ ուրիշ ֆորմատով, այնտեղ իշայի երկրի, իսկ այնտեղ իսկական ընկերություն։ Բոլորը կհաստատեն։ Ինքը ամեն ինչ կաներ իշահ երկրի, չէր նայ սա կամ լավ։ Շատեր ընթերցում։ Թե դու լավ չես հիշում։ Հա, ես գիտեմ իմ հարազատներից քերիս իրան գիրք էր տվել, քերի պատմելով, ասել էր Վազգեն, խնդրում եմ էլի մի հատ Լենինի բանը կարդա, ինքը չէր ուզեցել կարդա, ասել էր ինչ կլինի կարդա, ինքը մի գիշերում էր կարդացել այդ գիրքը ու առավոտյան ասել էր շատ հետաքրքիր գիրք է, մի հատ էլ կարդամ։ Այսինքն ինքը կարդում էր շատ, գրում էր շատ, ասում էր ինչը Կարմիր Գրիչով եմ գրել պիտի անեմ, Կարմիր Գրիչով այս տարի գրել եմ պիտի ամուսնանամ, ինձի հախոստանում էր։ Եթե լողանալ սովորես, կամուսնանամ։ Քեզ իր հետ ինչ որտեղ տանում էր շատ։ Ես կյանքում վերտալիոտ նստել եմ իր հետ։ 10 անգամ Գորիս, Ղափան, Ղարաբաղ, ուր գիտեք, գնդերը իրար հետ հսկել ենք, նայել ենք, տանկերը
որ ասում եմ ես տանկերը շոշափելով գիտեմ, ճիշտ է ասում, ես տեսել եմ զինվորների հետ առանձին խոսալով, ճաշարանում հաց ուտելով, չայ խմելով, ճաշարանում միսը տեսնի ճաշի մեջ կա թե չկա, բոլորը ամենտեղ գնացել եմ Հրազդան ստադիոնում ֆուտբոլ են խաղացել իրար հետ, մանումենտ են գնացել իրար հետ, չգիտեմ, ամենտեղ։ Այսինքն իր մանկության սիրած վայրերը, տեղերը կարելի ասել հիմնականում նաև քեզ է ման տվել։ Չէ։ Օրինակ մանումենտ։ Չէ, կարող է ես փոքր եմ եղել, ուզել եմ ինքը ինչ չի ասել, չէ, Կարմիր խաչում։ Բայց ժամանակ գտնում էր քո համար։ Ինքը առավոտը արթնանում էր, ինձ ամփորելով արթնացնում էր, հետո Արամ Ասատյանի «Ախ Հայաստան» երգը միացնում էր ու արթնանում էինք, ու ինձ ասում էր աղբերների գերագույն աղբեր։ Այսօր ինչ պլաններ ունես։ Ասում եմ, պլանն ի՞նչ է, հոպար։ Ասում էր, ի՞նչ ես ուզում անես այսօր։ Տենց ես ինչ ուզեի անում էի, իր ավտոն տալիս էր ինձ ռացիա էր նվիրել։ Ռացիայով կապվում էիր իր հետ։ Իր հետ ինքը ռացիա չուներ, պրոստը երեխա էի ուզում էի։ Հա։ Բայց եթե կարող մի բանը երկրորդ անգամ ուզեի չկար, եթե օրինակի համար սպորտային պայուսակ ունեի, ճղվեր, ասեի ճղվել է էլի, նորը ասում էր ոչ, կտա ստատին կարի, երեխեք կան, որ չունեն այդ պայուսակից։ Տղայական ինչ-որ բաներ սովորացնում էր։ Շատ, չափից ավել։ Ասենք մի օր ես կառավարական ամառանոցում չուզեցա մենակ մնամ, վախեցա, ինքը գնում էր։ Ասացի ես ում հետ պիտի մնամ, տատին գնացել է բժշկի, հələ չի եկել, ինքը սկսեց իմ հետ մեծի պես կռիվ անել, որ ղզիկ չես, ու որ ինքը դուրս էր գալի, արդեն ես այդ աստիճանների մոտ պապազեցի, սկսեցի լաց լինել, վարատնիկիցս բռնեց, ասես ղզիկին ռադար եք տատու մոտ։ Ինքը տենց Ու էդի դաս եղավ։ Դաս չեղավ, ինքը ուղղակի չէր ուզի, որ ես ինչ-որ տղամարդ չմեծանամ, ու ինքը ուժեղի խենթություն ուներ, որ չէր կարող զսպել էմոցիաները։ Շքեղություն սիրում էր։ Բացարձակ։ Մենակ այն, որ իր ավտոն նվեր են տվել, որ Հայաստանում այնպես ավտո չկար, փոխել է տանկի հետ։ Ես երբևիցե կարմիր գելիկ։ Երկու մեքենա է ինքը նվեր ստացել, որը մի հատը փոխել է, բայց երկրորդը հələ չէր նվեր ստացել, որ փոխել է։ Մեկը նվեր է ստացել Վարուժան գնունի, եթե չեմ սխալվում ազգանունը, որ եղել է Հունաստանում ապրող հայ, այդ պատմությունը ավելի լավ կպատնա, ես տես լավ չեմ հիշում։ Երկրորդը Սիրիայի նախագահն է նվեր ստացել, որը փոխել է։ Դրա համար պատմությունները մեկ-մեկ խառնում են, ինքը երկու մեքենա է ունեցել, մեկը կանաչ, մեկը կարմիր։ Բայց օգտագործում էր։ Հա։ Հետո 98 թե 99 թվականին կարմիրը նվիրեց պապայիս։ Պապաս մեքենա շատ էր սիրում, բայց ինքը շքեղություն չէր սիրում, նույնիսկ մեր համար, մեզ չէր թողում տուն սարքեինք։ Ես երբևիցե իրան չեմ տեսել ժամացույցից բացի այլ զարդ կրի։ Կարող ասենք ինչ-որ մեկը պապան կամ բան ինչ-որ քարով մատանի դնեին, թեքեին, որ հանկարծ ինքը չտենար։ Բացարձակ ճոխություն չէր սիրում, իր համար նվերը նվեր տալու համար էր։ Ոսկին բամբակը նույն գինն ունեին։ Երգեր սիրում էր։ Շատ։ Բոլորը գիտեն։ Ինչ կարգի երգեր հիմնականում։ Դե հայրենասիրական պարզ է, բայց ինչ որ նախասիրություն է կունենար։ Ինքը նախասիրություն ինչ ասեմ, տեղեր կա որ երգում Վիսոցկի սիրում էր։ Չեմ լսել ես։ Չէ, ինքը հայկական ավելի շատ կսիրեր։ Հին սիրուն ինչ որ երգեր։ Երեկոյան նստել մի քանի բաժակ խմել հաց ուտելուց հետո, եթե իր սիրած շրջանոց բաներով հեռուստացույցով երբեմն ինտերնետով էլ իմացում եմ որ հա ուրա եւ չէ դե այդ ոնց որ ավելի հայրենասիրական բայց ընտանեկան միջավայրում նոր տարուն չգիտեմ հարազատների ընկերների հետ շատ է երգել որպես արարածի ինչ խմիչք էր սիրում վերջի տարիներին ես հիշում եմ որ ինքը վինսկի էր խմում ավելի շատ ինքը ամեն ինչ կարար խմեր մեկ-մեկ տենց ընկերական մի քիչ ժարգոնով ասում եմ բոլորին ասում եմ ինքը ձեր խմելուց թափում էր իր վրա ինքը այդտենց կարար խմեր ու չհարփեր անշնորհքություն չաներ մեկին չնեղացներ ինքը
կարար արախ խմեր, հետո շրջապատը փոխեր պիվա խմեր, հետո շրջապատը փոխեր կոնյակ խմեր, վերջում էլ վինսկի խմեր։ Ու երբեք իրան ոչ մեկ չի տեսել խմած։ Իսկ երբևիցե մտնում էր այգի ինչ որ մի գործ անելու կամ բան, թե գյուղի գործ չէր սիրում։ Հակառակ, ինքը գյուղի գործ սիրում էր, ինքը հանգստանում էր։ Ինքը ֆուտբոլ կար, ամեն ինչ հասցնում էր իրական։ Ինքը եկավ մի օր Խոսրովի մեր ամառանոցը, այնտեղ այգեպան ունեինք, որ փորում էր հողը, ասես դու մի քիչ փորեմ, ու վերցրեց մի կես ժամ սկսեց փորել։ Ինքը սիրել է հողի գործ։ Օրինակ ես չեմ սիրում հողի գործ։ Դրանով տարբերվեցիր։ Չեմ սիրում։ Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակող դիտվող երկիր չէ։ Քարի հետևում քար կա, մշուշի հետևում մշուշ։ Իհարկե, էլի փիլիսոփայությունն է, բայց ոնց կարելի է բացատրել իր սերը առ հայրենիք։ Ամեն ինչից վեր, իր կյանքից վեր։ Իր կյանքը տալը հենց նշանակեց, որ շատ մեծ սեր երկրի նկատմամբ, որովհետև հասկանում ենք բոլորս, որ սա ինչ-որ այտենց արկածախնդիրների խնդիրը չէր, այլ ինչ-որ մեծ ուժեր կային կանգնած։ Երևի այսօրվա իրավիճակը, որ Ղարաբաղյան կառույց, գիտեմ, չեմ կարող ասել, բայց իր մահը այդ ոչռագործությունը լինելը հենց նրա մասին էր, թե ինքը ինչքան էր սիրում իր երկիրը, ու սենց ասած ոնց չէր ուզում հետ քայլ աներ, որտեղ ինքը հասկանում էր ինքը ինչ արել, ու այդ մասն էր ինքը ասում էր, սա մեր վերջի պատերազմը, պետք է մինչև վերջ տանենք։ Եթե կեսից գնացինք, նորից պետք է գնանք այս ամեն ինչի միջով անցնենք, ու ինքը ազգայնական մարդ էր։ Լիբերալությունը կարող էր ընկալել, ընդունել, բայց ազգայնականի հետ մեկտեղ ինքը չէր ընդունի ամբողջովին ազգայնական չլներ։ Ազգային շահը երևի թե ազգային շահը, մեր ավանդույթները, երբեմն մոդեռնելը լավ բան չի կարելի շատ մնալ հին ժամանակների մեջ, բայց ամբողջովին վերցնել դա իմ կարծիքով չէ։ Ունեցել ես հանդիպում բնականաբար Վազգեն Սարգսյանի հետ, հանդիպում Կարեն Դեմիրճյանի հետ։ Այո։ Քարոզ Արշավին Լենինականում իրար հետ ենք եղել, Դաչայում ենք եղել, որ լողացել են իրար հետ, եթե չեմ սխալվում, կամ այնքան այն պատմեին թվում է եղել եմ, բայց նկարներ կան, ես վերջում այդ նկարը հրապարակեցին Facebook-ով։ Հա, եղել եմ։ Ինչ որ բան հիշում ես Վազգեն Սարգսյանի վերաբերմունքից Կարեն Դեմիրճյանի հանդեպ։ Շատ հարգում էր։ Երևի համ երբ որ ինքը երեխա է եղել այդ ժամանակը, ասել համ շփումից, երևի ես չեմ կարող այտենց շատ մեկնաբանել, որովհետև այդ ժամանակ չէին գալի, բայց հարգել են, փոխադարձ ա եղել հարգանքը։ Ճամփորդ, ոնց որ նույնիսկ հայրու որդու։ հա, այդպես էլ ժողովրդի մոտ է եղել տպավորությունը, գիտակցությունը։ Ճամփորդում եք Երկրից դուրս, թեկուզ երկրում։ Այսինքն ոչ թե գնդերը գնալու, ոչ թե բանակը գնալու, այլ ուղղակի գնում եք դիցուկ Դիլիջան։ Գնացել ենք Դիլիջան, շատ տատիկն այնտեղ եղել, գնացել ենք իր հետ տեսնելու, կամ ես այնտեղ եմ եղել, ինքն է եկել, հետո իրար հետ ուրիշ տեղ են գնացել ենք Սևան։ Շատ։ Ուղղակի չեմ երբևիցե երեխա եմ եղել, չեմ մտածել, որ սենց կլի, որ ինչ-որ ուշադիրել եմ, որ տպավորվի ավելի դրվագներով։ Պահի տակ կարող է հիշեմ ինչ-որ մի դրվագ բան, բայց շատ։ Ես ամսով իր մոտ եմ եղել։ Մի հետաքրքիր նախադասություն էլ մեջ բերեմ, շատ հատուկ է սա իրեն։ Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ ծերերին եւ երեխաներին։ Այդ երկուսն են անպաշտպան։ Այն նման օրինակներ դու հիշում ես։ Դե մեկը դու ես, հա։ Իր նկարների, վիդեոների, ռոլիկների մեջ, եթե հիմա մարդիկ ասում են, տեսնեք, ամենտեղ չի որ ես եմ։ Կան շատ ուրիշ երեխաներ, որոնց հետ Սարա բարձրացել։ Բոլորը ծնողները չեն եկել, ինքը այդ երեխաներին վերցրել է Սարա բարձրացել։ Ծերերի հետ նույն նկարով, այսինքն երբ որ ես նույնիսկ
ասեմ, մտածեմ, որ իմ հորեղբոր գովքն եմ անում, չէ, կա դա փաստերով կա ու մեծերի, կարող եմ մեր գյուղի են ամենա չերևացող մարդը, որ ինչ-որ հետաքրքիր կոլորիտ ունի, ինքը, չգիտեմ, շատ լուրջ մարդկանց հետ եկածել էր, պրեզիդենտի, վարչապետի, չգիտեմ, ում հետ եկածել է, ասի Հայկազեն ասե ինչ-որ ես ինչ մականուն ա ունեցել, ասել է Հայկազին ձեն տվեք թողա, ու իրա քերու տունը եկել են նստել են միշտ ինքը ուզեցել է այդ կոլորիտը իրան հետաքրքիր է ելել, քաղցր է եղել իր համար։ Կենացներ ոնց էր կենացներից։ Էդ էլ ինձանից լավ գիտեք, ու բոլորն են տեսել, հա, իր խոսերը։ Դե դու քանի որ հենց ինքդ ներկայել ես եղել շատ հաճախ։ Եղել եմ, բայց չեմ կարող իր կենացների մեջ էլի կարար փիլիսոփայություն լներ, հումոր լներ, դուխ լներ, հետաքրքիր մարդ էր ինքը շատ ու լավատես էր։ Ահա, օրինակ ես տենց չեմ, երևի իրանից հետո։ Հա։ Կամ ժամանակ եկավ տենց, բայց ինքը լավատես էր։ 21-րդ դարը մերն է լինելու։ Վստահ էր ասում։ Ինքը վստահ էր ու կլներ։ Եթե ինքը լիներ։ Այո։ Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ, ձեր հոգու մեռելներին թաղեք։ Այս երկիրը ձեր է, չէ, դուք գալիս անցնում եք, ձերը այս երկրի սիրտը պահել է, սիրտը։ Սիրել ես երկիրը, սիրել։ Բայց այստեղ մի շատ հետաքրքիր բան կա, նաև իր ակնարկը, որ տես, մենք շատ ենք չի ասում, մեր բազմադարյա, բազմաչարչար պատմությունը եւ այլն, ինքը ասում էր այդ մի հիշեք։ Ձեր հաղթանակները հիշեք, ձեր ուժը հիշեք, ձեր ուժեղներին հիշեք։ Ես օրինակ այս փիլիսոփայությունը այդպես եմ հասկանում։ Ես էլ եմ տենց հասկանում, որ ինչ որ մի կետ բաց թողեք, արեք նոր կետից սկսենք, որպեսզի բան փոխենք։ Եթե անընդհատ կախվենք հնից ու հնի համար բոլորս իրար վատը տեսնենք, չգիտեմ, քարկոծենք, վատ վերաբերենք, ոչինչ չի փոխվի։ Ինչ որ կետից փոխվի։ Իմ կարծիքով, եթե իմ կարծիքով կուզեմ ասեմ, ինստիտուցիոնալ պետք է ինչ որ բան փոխվի, մանկապարտեզից բոլորը երեխաները մեծ, փոքր, ունևոր, չունևոր, բոլորը պետք է հասկանան, որ սենց ասած, էս մեր հայաթն է։ Կապ չունի այս պահին մեկը մի քիչ շատ է օգտվում, մեկը մի քիչ։ Նույնիսկ եթե իրար չսիրեն էլ, պետք է վերաբերվեն իրենց հայաթի պես, բոլորը մեկին, մեկը բոլորին, որ ինչ որ բանի հասնեն։ Թե չէ անընդհատ հնից գտնենք, սա վատն է, նա լավն է, պատերազմի ժամանակ բոլորը պետք է իրար կողք կանգնեն։ Հա։ Կապ չունի, հին, թազա, բոլորն են ունեն սխալներ, բոլորն էլ ունեն լավ կողմեր։ Երազիդ գալիս է։ Հա, մեկ գալիս է, հիմա խռովել է։ Հա։ Հանգիստ է երևի տենց են ասում։ Բայց գալուցին չի ասում։ Արդեն մոռացել եմ ճիշտ ասած, բայց դնում է դեպքեր, վատ չեմ տեսնում, լավ եմ տեսնում, ուրախ եմ։ Լավատեսական է։ Մեկ տխուր է գալի, մեկ ինչ որ պայքարի մեջ են, որ պետք է ինչ որ բան փոխենք, բայց անընդհատ երբ որ ես իրան տեսնեմ երազից, ինչ որ հեսա բան պետք է փոխվի, բայց ինքը ինչ որ թուլացած է, հիմա ավելի թուլացած եմ տենում իրան։ Թերևս հանգիստ է։ Չէ։ Չէ։ Որ հանգիստ ենայի ես ավելի ինձ հանգիստ կզգայի, բայց հանգիստ չեմ տնում, ինչ որ չհարմարված եմ տեսնում մեկ-մեկ։ Այս վերջինը։ Հա, ուրեմն մտահոգ։ Հա, ինչ որ կամ ես եմ այդ մտքերով ինձ թվում է, որ ինքը հիմա շատ ծանր իրավիճակի մեջ է, արդեն ինչ որ ժամանակ հետո դա այդ ձևի եմ տեսնում երազից։ Այս երկրի սահմանները գծվում են արյամբ եւ ամրանում քրտինքով։ Սա էլ է շատ լուրջ փիլիսոփայություն։ Հա, արյունը տեսանք, բայց այդ արյան հետևից նկատի ունեմ նաև առաջին Արցախյան պատերազմը, հա, քրտինքը բավարար չէր։ Երևի թե ինքը նաև այդ նկատի ուներ, մանավանդ երբ որ արդեն վարչապետ էր ու բախվում էր տնտեսական խնդիրների։ Կարող եմ ասել, որ այո, մեր երկիրը միշտ սահմանները գծվել է արյամբ։ Ու պահվել է արյամբ։ Հա, ցավոք սրտի։ Ու երևի պետք է մի քիչ ավելի շատ քրտնենք։ Ճիշտ է։ Պետք է շատ քրտնենք։ Մենք դատապարտված ենք շատ քրտնելու, ասենց ասած։
քարիցած քամողի տրամաբանությամբ ուրիշ տարբերակ չունենք։ Հենց ներկա ժամանակ նայենք մեր շուրջ ինչա կատարվում։ Մենք իրավունք չունենք սխալվելու։ Մենք իրավունք չունենք թեթև նայելու։ Մենք իրավունք չունենք, թշնամու մենակ Ադրբեջան ասածը չի, առհասարակ իրավունք չունենք մատերի արանքով նայելու մեր իրավիճակում, մեր իրականության մեջ։ Ուժեղ պետությունները կարան ավելի հանգիստ են, մենք իրավունք չունենք։ Իսկ գոնը լինենք ուշադրել ենք ուժեղ։ իրավունք չունենք թույլ լինելու։ Ուժեղների հետ են նստում հաշվի, ասում են ինքն է ասում, էլի պատերազմից խուսափելու լավագույն միջոցը դա պատերազմից միշտ պատրաստ լինելն է։ Միշտ պատրաստ ենք, չգիտենք ումից ինչ սպասենք։ Ինչ խոսք ուղես օրեղբորդ Այսօր այսօր։ Պրոստը կփաթաթվեմ, համբուրեմ ու կասեմ շնորհավոր, որ դու ծնվել ես։ Իդեպ շնորհավորում եմ բոլորին, մեր ամբողջ հայազգին։ Շնորհավոր։ Ու ուզում եմ, որ բոլորը այս մարտի 5-ին իրար տեսնելուց, դա իմ ցանկությունն է, որ բոլորը իրան ասեն շնորհավոր։ Շնորհավոր։ Որտեվ սպարապետը մենակ իմը չի, այսօր ինձ ով շնորհավորել է, ես ասել եմ շնորհավոր։ Ու այդքանն է։ Ասեմ ապրես, որ դու ծնվել ես։ Իմ կարծիքով ինքը պիտի մի քիչ էլ կարճ ապրեր, երևի չեմ ուզում Աստծո գործերը քննեմ, որ երևի դաս քաղենք կամ մեր ունեցածը լավ պահենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Կրկին շնորհավոր։ Ես էլ ձեզ եմ շնորհավորում։ Եվ շնորհավոր սիրելի հեռուստադիտողներ։ Կարլեն Սարգսյանն էր իմ հյուրը։